խնդիր, որին դուք առնչվում եք, որը բարդացնում է, որը ինտրիգային ասում, չգիտեմ։ Ահա։ Կարամ ասեմ, սպասեք մի հատ խնդիրը, երբ որ ստիպողաբար են բերում ամուսիններին նկարվելու։ Մեծ խնդիր է։ Շատ լավ թեմա է։ Պատմեք։ Կրինջ թեմա է իրականում, ես կասեի, որովհետև այն մարդը արդեն եկել հասել ես նկարվի գնալ, ինչ ես ուզում։ Անհարմար դրության մեջ են դնում իրենց կանանց իհարկե, ու ես շատ եմ տխրում այդ դեպքերից, որովհետև օքեյ, ինչքան էլ դու չես սիրում, ինչքան էլ քո սրտով չի, լավ այդ մի ժամը չես կարում, մի հատ տրամադրվես, մտնես թեմայի մեջ, հավեսով սիրուն ֆոտոներ ստանաք, գնաք ուրախ երջանիկ, դու էլ երեխեդ էլ կինոդ էլ։ Բայց ես չեմ հասկանում ինչը չեն սիրում, եթե անկեղծ։ Կարող է դա մասնագիտական է, բայց չեմ հասկանում, ինչի չեն սիրում, այսինքն իրանք չեն նկարվում ինչ-որ մեկի հետ, իրանք չեն ստիպում տկլոր նկարվել, իրանք չեն ստիպում ինչ-որ անհասկանալի դեմքեր անել։ Ես էլ դա չեմ հասկանում։ Ուղղակի կնոջ հետ ֆոտո, որտեղ դու հետո Իստումը կոմպլեքսներ են, պատմություն է ստեղծում։ Իրենք արդեն այդ տարիքում չեն կարողանում հաղթահարել, բայց միևնույնն է, հա, Չէ, կոմպլեքսի պահա չի, ուղղակի մտածում են դե ես ոնց հիմա այս տոնածառի մոտ կանգնեմ նկարվեմ, այդտեղ եք ինչ կասեն, քուչում, չէ։ Կարա տենց բան լինի, բան դրա համար ունենում եք հաճախ է։ Հաճախ չի, չէ, ասում եմ, մեր մոտ ֆիլտրված է, լավ հաճախ, ասենք եկել է, հա, ասենց մունատ թաղման դեմքով կանգնել է, ինչ է կանում։ Մի քիչ փորձում ենք իրավիճակը նենց հումորի վերածել, են որ մտնում են ասում եմ Ժողովուրդ ջան, չի ցավալու, հանգիստ եղեք։ Մի հատ թեթև ծակոց եք զգալու։ Հա, ամեն ինչ ունի իր ավարտը։ Սենց ինչ որ մի քիչ ծիծաղացնում եմ, բայց դե զգում եմ, եթե նյետ, ուրեմն դե չէ, այս մարդը չի ուզում, դե օքեյ, դեն փորձում ենք կնոջ վրա կենտրոնանալ։ Թեմայի մեջ բացում ենք թեման բոլոր կողմերից։